Շնորհակալություն հարցերի համար։ Տեսեք, ամուսնալուծության մասով ես վստահաբար ուզում եմ ասել, որ խնդիր չպետք է ունենանք։ Եթե եղել է ինչ-որ տեխնիկական գուցե խնդիր ա եղել, կլուծենք այդ խնդիրը, բայց ամեն դեպքում եթե կողմերը համաձայնության են եկել, իրենք տանից նստած էլ կարող են ամուսնալուծվել։ Այսինքն ամուսնալուծությունը հիմա մենք դրա մասին շատ չենք խոսում հրապարակային, որովհետև չենք ուզում խրախուսել դա, բայց բավականին հեշտացված կարգով է իրականացվում, ընդհանրապես երկուսի համաձայնությունն է պետք եւ պետք է որ երկուսն էլ ունենան էլեկտրոնային ստորագրություն եւ այդքանը։ Համակարգը ինքնաշխատ կերպով մի քանի քայլի միջոցով գրանցելու է ամուսնալուծությունը, ամուսնալուծության վկայականը համապատասխան փաստաթուղթը ուղարկելով անձանց էլեկտրոնային հասցեներին, այսինքն նույն կերպ է եւ նույն տրամաբանությամբ է համակարգը գործում, ինչ ծնունդների գրանցման կամ ամուսնության գրանցման պարագայում։ Փորձագիտական կենտրոնների հետ կապված այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է։ Նախ ուզում եմ ասել, որ վերջին 1 կամ 2 տարվա ընթացքում նշանակված փորձաքննությունները իրականում ավելի արագ են իրականացվում, քան նախորդ տարիների նշանակվածները, եւ մենք այս գործերը մաքրելու տրամաբանությամբ ենք հիմա աշխատում, բայց ես խոսում եմ միայն արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող փորձագիտական կենտրոնի մասին։ Ինչ ենք հիմա մենք անում։ Նախ այս ոլորտում գտել ենք խնդիրներ, որոնք կապված են ֆինանսավորման հետ եւ կապված են մասնագիտական ռեսուրսների սակավության հետ, ու ունենք այս ոլորտի լավարկման տեսլական առողջացման տեսլական եւ գների հաշվարկման հետ կապված, որովհետեւ պետության կողմից գնվող ծառայություն է, այսպես ասեմ, փորձագիտական ծառայությունը եւ ռեսուրսի խնայման ու մասնագիտական կադրերի ներգրավման առաջիկա ամիսներին պետք է հայեցակարգը մենք քննարկենք ու գնանք այս խնդրի լուծման ճանապարհով, որովհետև ես համաձայն եմ ձեզ հետ, ինքը շատ կարևոր խնդիր է, որը մենք պետք է օր առաջ լուծենք։ Նոտարիատների մասով ես կառաջարկեմ ցանկացած նոտարի ոչ պատշաճ վարքագծի հետ կապված ուղղակի նախարարություն ներկայացնել համապատասխան դիմում նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու։ Մենք վերահսկողական վարչության աշխատանքների ամփոփման ընթացքում փորձել ենք վերհանել յուրաքանչյուր ոլորտում 10 ամենահիմնական խնդիրները, որոնցով մարդիկ մեզ դիմում են, ու մենք փորձել ենք դրանք լուծել։ Օրինակ, գները փակցված չեն, գները քաղաքացիների պնդմամբ ավելին են, քան պետք է լինեն եւ այլն։ Այս մասերով արդեն խնդիրները կարծում եմ լուծված են, բայց նոտարների անհատական գործելակերպի հետ կապված խնդիրները խնդրում եմ բարձրաձայնել անհատական դիմումներով, որպեսզի մենք էլ հնարավորություն ունենանք տեսնել, թե ինչի Իսկ առհասարակ այս ծառայության լավարկման կապված, չգիտեմ գիտեք թե ոչ, բայց էլեկտրոնային նոտարական գործի վրա ենք աշխատում, ինչը հնարավորություն է տալու առանց նոտարական տարածք այցելելու գործարքները կնքել, որը իհարկե ենթադրելու է խիստ նույնականացում, նոտարի հնարավորություն, հարցեր տալու տեսազանգի, տեսակապի միջոցով եւ այլն։ Սա մի համակարգ է, որի շուրջ աշխատում ենք եւ կարծում եմ, որ հաջորդ տարվա վերջ երևի խոստումներ չտամ, այն կգործարկվի։ Շնորհակալություն։